Պատկերացրեք հիմա 2036 թվականն է։ Իմ թիկունքում տեսանելի այս ատոմակայանը կարող է այլևս չլինել։ Դրա փոխարեն կարող է լինել բոլորովին նոր, մեծ հզորությամբ ատոմակայան կամ գուցե փոքր մոդուլային ռեակտորների համալիր։ Պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներով պայմանավորված ատոմակայանի տարածքում նկարահանումներ կատարել մեզ չթույլատրեցին։ Մենք գտնվում ենք բավականին մեծ հեռավորության վրա առաջին հայացքից, նաև ժամանակային մեծ հեռավորություն է բաժանում ապագայի այս սցենարներից, բայց պարզվում է հիմա պետք է որոշել, ինչպիսին կլինի Հայաստանի էներգետիկ ապագան առաջին տասնամյակների համար։ Կարող է պարզապես թվալ, որ քննարկվում է նոր ատոմակայանի նախագիծ, բայց իրականում Հայաստանը պետք է ընտրություն կատարի բոլորովին տարբեր երկու մոտեցումների միջև։ Մի կողմից Ռուսաստանն է, որը Հայաստանին առաջարկում է նոր մեծ հզորությամբ ատոմակայան, մյուս կողմից Միացյալ Նահանգներն է իր փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաներով, որի նկատմամբ Հայաստանի կառավարությունը հետաքրքրություն է ցուցաբերում։ Որ տարբերակն է ավելի շահավետ Հայաստանի համար տնտեսական, էներգետիկ անվտանգության եւ ռազմավարական տեսանկյունից։ Ինչու է նոր ատոմակայանի ընտրությունը շատ ավելին նշանակում, քան պարզապես տեխնոլոգիական որոշումը։ Հենց այս հարցերի պատասխաններն ենք փորձելու գտնել մեր հատուկ ռեպորտաժում։ Մինչ որոշելը, թե որ երկիրը վերջի վերջո կկառուցի Հայաստանի նոր ատոմակայանը, պետք է հասկանալ, ինչ տարբերություն կա մեծ կամ միջին հզորության ատոմակայանի եւ փոքր մոդուլային ռեակտորի միջև։ Մեծ կամ միջին հզորության ատոմակայանները սովորաբար ապահովում են 1000 մեգավատ կամ ավելի էլեկտրական հզորություն, մինչդեռ փոքր մոդուլային ռեակտորի մեկ բլոկի հզորությունը մինչև 300 մեգավատ է։ Մեծ ատոմակայանները հիմնականում կառուցվում են տեղում, իսկ փոքր մոդուլային ռեակտորները կարող են կառուցվել այլ վայրում, գործարանում, հետո տեղափոխվել նախատեսված տարածք։ Տարբերություններ կան նաև միջուկային թափոնների կառավարման, շահագործման ճկունության եւ էլեկտրացանցին ինտեգրման հարցերում։ Դասական ատոմակայանի օգտագործման փորձ Հայաստանն ունի, իսկ ամերիկյան մոդուլային ռեակտորների շուրջ քննարկումներում հաճախ է շրջանառվում այն թեզը, թե Միացյալ Նահանգները չունի պատրաստի կայան եւ տեխնոլոգիական փորձ։ ՄԱԿ-ի էներգետիկ անվտանգության փորձագետ Արա Մարջանյանի գնահատմամբ կարծիքները փոքր մոդուլային ռեակտորի մասին դեռ այնքան էլ հիմնավոր չեն։ Միայն գալիք 10-ից 15 տարիները ցույց կտան, թե արդյոք նրանք կհանդիսանան լուրջ այլընտրանք մեծամորի ատոմակայանի ռեակտորների նկատմամբ, թե ոչ։ Նրա խոսքով հիմա ընտրությունն ակնհայտ է։ Այս կամ ամենաուշահաջորդ տարի Հայաստանին անհրաժեշտ կլինի նոր հզոր ատոմային բլոկ։ Շեշտում է մասնագետը, ատոմային բլոկ, ոչ թե նոր ատոմակայան, մասնավորապես 1200 մեգավատ հզորությամբ։ Կարծում եմ տեխնոլոգիական առումով էլ ընտրությունը ակնհայտ է։ VVR տիպի ռուսական ռեակտորները տասնամյակներ ի վեր ապացուցել են իրենց հուսալիությունը։ Փոքր մոդուլային ռեակտորները, ինչպես ասացի, գոյություն չունի նրանց շահագործման փորձը ոչ սովորական հարթակներում, ոչ սեյսմիկ հարթակներում։ Հակառակը մեր աշխատող ատոմային բլոկը, որը կարող եք տեսնել ինձանից աջ, դա VVR 440B 270 տիպի ռեակտորը, որը ապացուցեց իր սեյսմակայունությունը, ինչպես գիտեք, ատոմակայանը նորմալ աշխատում էր անգամ սպիտակի աղետալի երկրաշարժի պահին։ Միացյալ Նահանգներից Հայաստան եկած միջուկային անվտանգության ոլորտի հայտնի մասնագետ, հայ գիտնական Արեգ Դանագուլյանը, ով ժամանակ գտավ մեզ հետ զրույցի, այն կարծիքին չէ, որ մեծ կամ միջին հզորությամբ ատոմակայանը Հայաստանի դեպքում շահավետ տարբերակ կլինի։ Բացատրեց այսպես. Հայաստանը միջինում այրում է մոտավորապես 900-ից 1000 մեգավատ։ Այդ ցանցի վրա դնել 1000-ից 1200 մեգավատ հզորության ռեակտոր բավականին դժվար կլինի։ Միջուկային ֆիզիկոսը պարզաբանում է, թե ինչու։ Կան որ կլինի էլեկտրականության ավելցուկ, ու նշանակում է, որ այն ֆինանսական ներդրումները, որ արվել են, կապիտալ ծախսերը, որոնք արվել են ռեակտոր կառուցման համարից, դրանք այդ ծախսերը շատ մեծ են։ Ավելի ոչ ռիսկային մոտեցումը այդ պատճառով փոքր մոդուլյար ռեակտորներն են, այն իմաստով, որ նրանք այնտեղ խոսքը գնում է, ասենք, նայած դիզայնի, բայց ամերիկյան դիզայներ, ասենք 300 մեգավատանոց ռեակտորներ են, որոնք շատ լավ կարող են փոխարինել, ասենք, մեծամորի 440 մեգավատ ռեակտորին։ Այսպես ասած, ձրի ճաշ չկա, եթե դու ուզում ես ցածր ռիսկային ատոմակայան, դու հավելյալ գին ես վճարում, բայց Մարջանյանի խոսքով այս տեսանկյունից անլուծելի խնդիր չկա, իսկ Հայաստանի էլեկտրաէներգետիկ դաշտը բավականին զարգացած է։ Գոյություն ունի արդեն իսկ բավական զարգացած բարձրավոլտ ցանց, ներկայումս ընթանում են մի քանի ծրագրեր, որոնք միտված են ուժեղացնել մեր բարձրավոլտ ցանցը։
Ատոմակայանի մեծ ու փոքր լինելու շուրջ քննարկումներից բացի կա եւս մի կարևոր կետ։ Այն է դրա ռազմավարական նշանակությունը։ Ոլորտի մասնագետները ուշադրություն են հրավիրում նրան, որ միջուկային էներգետիկան միայն էլեկտրաէներգիայի աղբյուր չէ, այլ նաեւ ռազմավարական անկախության գործիք։ Ատոմակայանը հանդիսանում է երաշխավորված հզորություն, դա նշանակում է, որ ձեր էներգատար բիզնեսները, օրինակ, տվյալների արդի կենտրոնները, օրինակ, հանքարդյունաբերման վերամշակող գործարանները, քիմիական գործարանները եւ արդյունաբերական այլ օբյեկտներ կունենան երաշխավորված էլեկտրամատակարարում, ընդ որում հասանելի եւ ողջամիտ գներով։ Բացի նրանից ատոմակայանը նաեւ ունի զսպող դերակատարում աշխարհաքաղաքական տարբեր զարգացումների, քաղաքական տնտեսական անկախություն, որը կապված է նրա հետ, որ միջուկային ռեակտորը պետք է վերալիցքավորվի մոտապես 2 տարին մեկ։ Ի տարբերություն ջերմային էլեկտրոկայաններից, որոնք պետք է վերալիցքավորվեն շարունակականորեն, հա։ Ու գուցե նրանք կարող են ունենան ամենաշատը 1 ամսվա ռեզերվ։ Եվ այդպեսով, եթե դու կախված ես գազից, քո դեմ շանտաժի հնարավորությունները ավելի շատ են։ Բացի էներգետիկ անվտանգությունից եւ ռազմավարական նշանակությունից քննարկումները չեն դադարում նաեւ տնտեսական խնդիրների տեսանկյունից։ Մասնավորապես մտահոգություններ կան նաեւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ կապված։ Տնտեսագետ Սոս Խաչիկյանը նկատում է, տատանումներ կլինեն, սակայն դրանք այդքան էլ մեծ չեն լինի։ Ամենայն դեպս դրանք նույնիսկ անհրաժեշտություն են, քանի որ Հայաստանի էներգետիկ համակարգում որքանով որ ես տեղյակ եմ դիվերսիֆիկացիա նույնպես անհրաժեշտ է եւ դրանց անհրաժեշտությունը հետագայում ավելի է մեծանալու։ Արեգ Դանագուլյանը պարզաբանում է, ինչու են էլեկտրաէներգիայի սակագները ցածր եղել։ Դրանց կապիտալ ծախսերը կապված մեծամորի հետ մեկ ուրիշն է վճարել։ Խորհրդային Միությունը, որը հիմա չկա։ Մեծամորի ատոմակայանը միայն շահույթ է ստացել, ծախսերը միշտ փոքր են եղել։ Հիմա շահույթից բացի հայտնվում է պարտքը եւ պարտքը մարելու համար սակագները պետք է բարձրանան։ Բայց կան նաեւ ոչ քանակական ծախսեր, ինչպես քո կախվածությունը Ռուսաստանից, որը բերում է ուրիշ տեսակի վնասներ, ուրիշ տեսակի ծախսերի, որոնց վրա հնարավոր չի ասենք թիվ դնել, բայց դրանք կան։ Որոշ դեպքերում գուցե ավելի լավ է ավելի շատ ծախսել եւ զերծ մնալ կամ սահմանափակել այդ ոչ թվային ծախսերը, քան թե էժան գինուցել եւ ունենալ մեծ ու անկախընտեսելի քաղաքական ծախսեր։ Պետք է հասկանալ նաև արդյոք բավականին ծախսատար ենթակառուցվածքների ստեղծումը հնարավորություն կապահովի 5-ից 15 տարվա կտրվածքով էլեկտրաէներգիայի արտահանման, թե ոչ։ Սրանից են նաև մեծապես կախված տնտեսական ռիսկերը։ Եթե այդ հնարավորությունը ունենանք, բնականաբար ռիսկերը ավելի նվազ կլինեն, որովհետև եւ խոշոր ատոմակայանը եւ մոդուլային ատոմակայանները կարող են ստեղծել այնպիսի էներգետիկ ռեսուրսներ, որոնք նաեւ կարող են լինել արտահանելի, բայց արտահանման նպատակով ինչպիսի իրավիճակ կլինի տարածաշրջանում 10 տարվա կտրվածքով մի քիչ դժվար է կանխատեսել եւ բնականաբար այդ առումով կարող են լինել որոշակի ռիսկեր։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը դեռ տարեսկզբին հայտարարել էր, որ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը ամենայն հավանականությամբ կմեկնարկի 2027-ին, իսկ նոր ատոմակայանի տիպը պետք է լինի մոդուլային։ Մենք շարունակել ենք ուրեմն ուսումնասիրել մեզ տրվող առաջարկները այդ մասով, մասնավորապես եւ Ռուսաստանի Դաշնության, եւ Միացյալ Նահանգների, եւ Չինաստանի, եւ Կորեայի, եւ Ֆրանսիայի մասով, բայց մոդելի ընտրության հետ կապված մենք վերջնական որոշում չունենք։ Հայկական ատոմակայանը տասնամյակներ շարունակ հանդիսացել է մեր երկրի էներգետիկ անվտանգության խորհրդանիշը։ Այն շահագործման է հանձնվել կես դար առաջ դեռ խորհրդային տարիներին եւ կարծես նման է անվերջ շարժիչի, որի շահագործման ժամկետը պարբերաբար երկարաձգվում է, բայց այն հավերժ չէ։ Այսօր քննարկվում են նոր նախագծեր, նոր ռեակտորի չափը, բայց իրականում որոշվում է Հայաստանի էներգետիկ ապագայի չափը։ Ամեն դեպքում ինչ որոշում էլ կայացվի, դրա գնահատականները կտրվեն ոչ թե հիմա, այլ տասնամյակներ հետո։ Մարինե Դվոյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։